Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է, արդեն անսովոր է մի քիչ որ այսպես ենք ձեզ ներկայացնում։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք, այս խելահեղ քարոզարշավային օրերի ընթացքում ժամանակ գտաք։ Սիրով։ Բայց դուք նաև ժամանակ եք գտել եւ գնացել եք նայում եք այն զենքերը զորահանդեսի, որոնք ներկայացրել էր իշխանությունը, իշ տպավորություն ստացաք, որովհետեւ օրվա վերջում Վահագն Ալեքսանյանը այսպես տեսանյութ էր հրապարակել, էլի մի հատ էլ տեսնեմ երեկոյան ժամին մեր զենքերը եւ մտավ դեղատուն եւ վալերիանկա գնեց ընդդիմադիրների համար, ասաց հաստատ հիմա տենալու են ինֆարկտ ստանան, ձեր մասին հոգ են տանում փաստորեն։ Ինֆակտ ինչ-որ վալերիանկայի կարիք ունեցել եք նայելիս թե չէ։ Չէ, ճիշտ ասած ես մտածում եմ, որ իմ ակնկալիքներն ավելի մեծ էին, որ ավելի շատ բաներ կցուցադրվի, բայց չցուցադրվեց։ Օրինակ ես հույս ունեի, որ կցուցադրվեր հենց Վահագն Ալեքսանյանը ամբողջական զինվորական հանդերձանքով, որովհետև ինքը ասել է, որ բանակում իր զինծառայության ընթացքում ինքը ներքնազգեստ չի ունեցել, եւ ես մտածում եմ, որ լավ առիթ է, որ Վահագն Ալեքսանյանը ամբողջական էպիկիրովկայով ներկայացվի այդ զորահանդեսին որպես նվաճում, չնայած ասեմ ձեզ, որ այդ խնդիրը բանակում շարունակում է մնալ, զինվորների հանդերձանքը պետությունը չի կարողանում ապահովի։ Այդ մայկատրուսիկ որ ասում։ Մայկատրուսիկ, համազգեստ, ամբողջական, ես էլ եմ ունեցել զինծառայող որդի, եւ մեր ընտանիքը ունեցել է այդ ծանրաբեռվածությունը նրան ապահովելու համազգեստով։ Եվ դրա ապացույցը այն բազմաթիվ զինվորական համազգեստի խանութներն են, որ կան ամբողջ Հայաստանում, Երևանում մի քանի հատ, իսկ այն քաղաքները, որտեղ կա զորամաս, այնտեղ անպայման 1-2 նման խանութներ կա, այդ որ գնաք այդ խանութներ կտեսնեք, որ այնտեղ վաճառում են մայկա, տրուսիկ, նասկի, համազգեստ, բարձր չէ, որ որսորդները դա չեն առնում։ Այսինքն եթե պահանջարկը չլինի, բնականաբար։ Այսինքն առնում են զինվորների համար ինչի են առնում, որովհետև բանակը չի տա, եթե բանակը տա ծնողը չի պետք է դա Բայց քարոզարշավներին ասում էր հələ զինվորներն են պահում իրանց ընտանիքները իմ իշխանության։ Այդ կլինի ուժեղ Հայաստանորոք, երբ որ զինվորները զինծառայության ընթացքում կստանան 40,000 դրամ ամսական դրամական փոխհատուցում եւ ոչ թե կանխիկ, այդ ծառայությունից հետո իրաց բանկային հաշվի վրա, որպեսզի ծառայության ընթացքում խնդիրներ իսկ հիմա ծնողները ստիպված են հոգ տանել իրենց զինծառայողների համազգեստյան։ Ես ակնկալում եմ, որ ահագը կլինի Ալեքսանյան կցուցադրվի, չեղավ։ Ակնկալում եմ, որ կցուցադրվեն պաշտպանության նախարարի խորհրդականները, Աբարանի Ռազը եւ Սյունիքի Մելոն, որոնք մարզպետի պաշտոնից ազատվեցին այն բանի համար, որ պարզվեց, որ իրանց բարձրագույն կրթության դիպլոմները հավաստի չեն, իսկ մարզպետի համար պարտադիր էր բարձրագույն կրթությունը, իմիջիայլոց պարտադիր է նաեւ նախարարների խորհրդականների համար, ու նրանք այդ իրանց կասկածելի ավարտական փաստաթղթերով հիմա հանգրվանել են, իդեպ ասեմ, ՊՆ ընդհանուր ղեկավար կազմը հիմա դառել է քաղաքական աղբանոց։ Այսինքն ով որտեղ անպիտան է, չեն իմանում ինչ անեն, տանում են ՊՆ, այսինքն նախարարից սկսած, չէ, այն փոխվարչապետ էր, նախարար էր մինչև տարածքային կառավարման, տեսան չի ստացվում, մոտը ասել է լավ Դանենք գցենք ՊՆ, այն Արմանը Սարգսյան, ներքին ոստիկանության պետ էր, չկարողացավ աշխատի, տարան ընդե, այն ինչ էր, այն Երևանի քաղաքապետն էր, որ ինքն էլ իրան չի ճանաչում, Հրաչյան Սարգսյանը, չկարողացավ որպես քաղաքապետ աշխատի, հրաժարական տվեց, տարան գցին ՊՆ։ Հիմա դες ՊՆ-ն դառել է ոնց որ ասես քաղաքական աղբանոց, էլ ում գործը որտեղ չի ստացվում, ասում են դե լավ, կտանենք ՊՆ, այնտեղ պաշտոնի կնշ հույս ունեի, որ նրանց կցուցադրեն։ Բայց չցուցադրեցին։ Վերջի շրջանի ամենամեծ հայկական բանակի ցուցադրությունը բերեք հիշենք, որ դա Բաքվում է, կոչվում է ռազմավարի պուրակ, որը հիմնվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում հայկական զինված ուժերի միայն նյութական կորուստը գնահատվում է $6 միլիարդ։ Հիմա ես չգիտեմ, Վահագն Ալեքսանյանը եթե դեղատուն մտնելու փոխարեն գրենական մի պիտույքների խանութ մտներ եւ ընդեղից ձեռք բերեր մի հատ հաշվիչ եւ փորձեր հաշվել, թե քանի ինչ արժեքով զենք է ցուցադրվել, երեք, եւ ինչքան են իրանք կորցրել միայն 44 օրերի
ընթացքում, այդ ժամանակ կարող է իրան ոչ թե դիմել, ինչ էր առել, Վալերիանկա։ ոչ թե վալերիանկա առներ, այլ նենց նորմալ թմրեցնող դեղեր առներ, իմիջիայլոց թմրանյութերի համար պարտադիր չի դեղատուն, Վահագ Ալեքսանյանը հենց պաշտոնավարման շրջանում տելեգրամյան ալիքներն են ավելի շատ տարբեր ծածկանուններով գործում թմրանյութեր, այսինքն եթե այդ ալիքներից ինքը մտնի, կարող է մի գերեզմանոցի կամ մի մանկապարտեզների, դպրոցների մոտակա ծառերի տակ իրան մի հատ փաթեթ դնեն, էլի։ Բայց քան որ դրանից խոսեցիք այդ զենքերից, հա, թե ինչ զենք ենք մենք թողել, այդ զենքերի հետ կապված ընդհանրապես գիտեք այս օրերին Քարոզարշավի Փաշինյանը շրջում է տարբեր համայնքներում ու ասում է որ անպիտան զենքեր են դրանք եղել ու երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր որ 80-ականների զենք է, այդ ահավոր ճոխացրել է, էլի իրականում պարզվել է 50-60-ականների զենք է եղել, ընդ որում այն տիպի զենքեր, որոնք բանի պիտանի չեն, դեն նետված զենքեր են եղել այլ պետության կողմից, որ բան չեն ունեցել անելու, տենց ստիպված հավաքել ենք երևի պատերի տակից, բերել ենք մեր բանակ։ Նիկոլ Փաշինյանը տգետ է եւ ինքը բնականաբար չէր կարա պատկերացում ունենար զենքերի մասին, նա նույնիսկ լինելով վարչապետ, խոսելով Իսկանդերի մասին, ասում է որ Իսկանդերը 10%-ով է պայթել, որովհետեւ ինքը 80-ականների զենք է։ Ուրեմն Իսկանդերը հայկական բանակի ամենամեծ մարտավարատակտիկական պարամետրեր ունեցող զենքն է, որը մինչև ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանից բացի ունեցել է միայն Հայաստանը։ Ռուսաստանը դա ոչ մի այլ երկրի զինված ուժերի չի տրամադրել, ռուս-ուկրաինականից հետո Բելարուսին տրամադրել առաջին անգամ։ Եվ դա 2006 թվականի ռազրաբոտկա է, որը զինված ուժերը մտել 2008 թվականից։ Ու հայկական բանակի գլխավոր զենքի պարամետրերի մասին խոսելուց նա ասում է որ դա 80-ական թվականների զենք է, դրա համար էլ 10%-ով է։ Գիտե, հիմա ասենք այդ մարդու պատկերացումները զենքի վերաբերյալ ոնց էս բանանում էլի, բացի դրանից գիտեք, այդ D30-ները որ ցուցադրում էր, դրանք 60-ական թվականների զենք, այսինքն D30-ը զինված ուժերի մեջ մտել է 60-ական թվականներին։ Բայց զատո առաջինը մենք ենք ասում, այտենց Չէ, ասենք դա 60-ական թվականների զենք է եւ դա ընդհանուր առմամբ զենքերի պարագայում նորմալ է, որովհետեւ զենքը դա կատնամթերք չի, էլի, որը պիտանելությունը 2-3 օրում անցնի, զենքը գնահատում է իր տակտիկա մարտավարական, ռազմավարական նշանակության պարամետրերով։ Ասենք Կալաշնիկով ավտոմատը դա 45 թվականի զենք է, որը հիմա շատ աշխարհի շատ երկրների զինված ուժերում շարունակում է կիրառվել գրեթե նույն տեսքով ֆունկցիոնալ հատկանիշներով ոնց որ ինքը կա, այսինքն զենքը այն չի որ պետք է անպայման, իհարկե կան նաև նորագույն զենքեր, նորագույն տեխնոլոգիաներ, որոնք պետք է յուրացվեն, բայց ասենք շատ զենքեր կարան նաև ունենան այլ արտադրության դա եւ դրա իրանց վրա չի ազդում։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանն ասում եմ, դե այնք չի պատկերացել նույն զենքերով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը կարողացել է իր արժեդրված մարտական խնդիրը լուծել եւ թույլ չտալ թշնամու առաջխաղացումը։ Իդեպ ասեմ 16 թվին Ադրբեջանի զինված ուժերի առաջ նույն խնդիրներ դրած ոնց որ 20 թվին։ Այսինքն ռազմական գործողության ոչ թե 400 քառակուսի մետր տարածք զբաղեցնել, այլ ամբողջ Արցախը զավթել, բայց իրանք այդ խնդիրը չեն կարողացել լուծել նույն զենքերով, նույն զինվորականներով, նույն հրամանատարներով, որոնք ուներ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, այսինքն Ադրբեջանին այդ խնդիրը հաջողվել է լուծել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ազգային ժողովի պատգամավոր Վահագ Ալեքսանյանը։ Պարոն Ղազարյան, ձեր վրա էին հարձակվել զորահանդեսի ժամանակ մարդիկ, որոնք իշխող ուժի աջակիցներն էին եւ տեսա այսպես ձեր թիկունքում Թութուլավա բլոգերին, որը սեր էր քարոզում իր պատկերացմամբ, էլի ասում էր պետք է սիրել իրար, մի հարձակվեք եւ այլն։ Ինչի էին ձեր վրա այդպես հարձակում գործել։ Չէ, այդ հարձակումը մի քիչ շատ է դրան ասել, ընդհանրապես փոքր խուլիգանություն էր, որը իրականացնում էր այնց արտաքինից մարդու բավականին նման մի հատ կենսաբանական միավոր, որը վատ հայերեն էր խոսում
Չեմ անում ինքով էր, այսինքն ես գնացել էի զորահանդես, տեղում հասկանալու ինչա կատարում, որտեղ ինչ հետաքրքիր էր ոչ միայն այն ինչ որ կատարում հանրապետության հրապարակում, այլ ովքեր են մարդիկ, որոնք եկել են, ինչ տրամադրություններ ունեն, օրինակ այնտեղ մեծ թվով մեր աջակիցներից կային, ովքեր մոտենում էին ինձ, նկարվում էին, առաջարկում են որ մենք նկարվենք միմյանց հետ, մեզ հաջողություններ էին մաղթում, նրանք շատ մեծ թիվ էին կազմում, այսինքն էս չէր էլի որ դա չնայած ԿՊՆԴ կազմակերպել էր որպես քաղաքական քարոզչական ակցիա, բայց կային նաև ԿՊ-ի աջակիցներ եւ ես գնացել էի որպես զորահանդես նայելու ու այդ ժամանակ Ժողովուրդ օրաթերթի խումբը, լրագրող եւ օպերատորը պատահաբար ինձ դեռ տեսնելով առաջարկեցին, որ ես իրենց բրիֆ անեմ եւ ես սիրով, ինչպես միշտ չմերժելով բոլոր լրագրողներին, սիրով պատասխանում էի նրանց հարցերին եւ այդ ժամանակ այդ մարդը սկսեց խուլիգանական պահվածք դրսևորել իր հետ գտնվող մի քանի հոգի նույնպես ու չգիտեմ որտեղից հայտնվեց այդ կուկուլավա թութուլավա Թութուն բանը չի ասում թութ չգիտեմ որտից հայտնվեցի ես ճիշտ ասած մտածում եմ որ իրան պետք է առանձին ցուցադրեն որովհետեւ բանակի քարոզիչներից է չէ կասկայի հակնում բանը զորամասեր էր գնացել զրահաբաճկոնով գնացել էր ինքն էլ պիտի այդ շքերթով անցնի բայց ինքը այս ժողովրդի մեջ էր իր հեծանի կուլիսներում էր մտածում եմ հեծանի մանավանդ հեծանի որ դասի կարող է անցնի էլի բայց չէ իրան չէին նախատես նկարես ես անկեղծ ասած այդպես բաներին հանգիստ եմ վերաբերվում որտեղ ակտիվ քաղաքականությամբ զբաղվում կան մարդիկ ովքեր ասում են գալիս են մոտենում են դրական խոսքեր են ասում ցանկանում են նկարվել եւ այլն կարա լինի նաեւ այնպես մի մարդ որ կատարյալ զոմբի է Իմո այդ մեկը նես զորգոցած զոմբի էր ներ այդ տագետների դպրոցել կենասոս կլներ Արտերը Պարոն Ղազարյան, այնտեղ էր նաև Աննա Հակոբյանը իր ընկերուհիների, ընտանիքի անդամների հետ։ Հա, Սապայնի ներքո նշում էին, չգիտես, երևի հանրապետության օրենքին։ Օրինակ, տեսեք, լավ հիշեցի, Աննա Հակոբյանն է կարար անցներ, չէ՞, մարտական ուղի անցած զինվորականը։ Այրատո ջոկատի, հա։ Ջոկատի հրամանատարը բացի մինչև ջոկատի հրամանատարը էլ ինքը նաև չեն են հիշում դա էլի պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ ուրեմն օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի սկիզբ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում ինքը վարժանքների էր անցնում մի քանի անհասկանալի կանանց հետ այսինքն գիշերակացով մնալով զորամասի տարածքում 7 օր թե ինչքան շուտ անհասկանալի վարժանքներ են քիշեք մազերը ֆենաս պեդիկյուր բան ասես նկարներ էր հրապարակում զենքով բանս ֆոտոսեսիա էր էլի դա պատերազմից ասում եմ մի քանի օր առաջ ընդամենը ինչ խորհուրդուներին մինչև այդ ինքը ներկայանում էր են մայրերին կոչերով չէ որ գնում էր առաջնագից զենքերը ձուլենք զարդեր պատրաստենք եւ այլն ընդեղից Արցախի առաջնագծից կոչ ադրբեջանցի մայրերին զենքեր ձուլենք ու ինքը գրում էր փամփուշտի ձուլածից մի զարդանախշ եւ այլն լավ հիշողություն ունեք ես ուսումնասիրում եմ ես մի գիրք եմ ուզում գրեմ այդ պատերազմի տարեգրության այդ ողբերգության մասին ով ոնց որտեղ ինչ դեր էր կատարում ու մեկ էլ այդ խաղաղասերը մեկ էլ ինչ որ բարձում է որ զինվորականը վարժանք անցնում նախապատրաստում է պատերազմի հետո այդ Էրատո ջոկատը որը իբր հետո լուսանկարներ բունկերից ինքը իր որդին Արարատ Միրզոյանը Սիմիդյանը չէ այնտեղ բունկեր չէ Սեփան Նիկոլ Փաշինյանն ասում է թե իր որդին ոնց է հրաշքով ողջ մնացել փրկվել երբ որ լուսանկարները ցույց են տալի թե որդին որտեղ է գտնվել 44 օրյա պատերազմում հա բայց ինքը ասաց որ ես մտածում եմ որ Աննա Հակոբյանն էլ էլի այտենց կանցնի այդ հրապարակով բայց նա շամպայն էր խմում եւ այտենց կյանքն է վայելում դե ընդհանրապես էս մարդկային զոհերը ողբերգությունները դարձել են այդ փոքրիկ խմբակի եւ նրանց ընտանիքների վայրկի առարկան ես երկու տեսանյութ ունեմ 168-ով որը կոչվում է Ընթացքում սա ցուցադրեմ մեծ դիտողներին դու խոսես տնասեր տնավերները թե ինչքան իրանք բնակարաններ են առել պատերազմից ու Արցախ հանձնելուց հետո այս լուսանկարները երկուսի համադրությունն է սևացավ մի քիչ լուսավորությունը երկուսի համադրությունն է հետաքրքիր
երեք քննարկվեց նաև ձեր համազգեստի գոհանալը, ոնց որ լվացքը ձեր թրծրած լինեին։ Հիմակրում ինձ։ Ահա, այս ինչ պատմում, այս ոնց էր եղել, որ ձեր համազգեստը այսպես մեկը մեկին նմանությամբ հայտնվել էր։ Նախ ասեմ, որ այդ համազգեստը իմ համազգեստը պաշտոնական չի, երբ որ ես Լեհաստանում Հայաստանի դեսպան էի, իմ մասնագիտ, քանի որ առաջին անգամ եմ մոտ գործ է դիվանագիտություն, աշխատում է եւ սովորում հետաքրքիր գաղափարներ է գեներացնում, ու ես բացահայտեցի, որ շատ երկրներում կա դիվանագիտական համազգեստ, այսինքն դեսպանները ոչ միայն քաղաքացիական հագուստով են, պաշտոնական տեսքով են հանդես գալի, այլ նաև դիվանագիտական համազգեստով շատ երկրներ ունեն, իսկ Հայաստանի դիվանագիտությունը երբեք համազգեստ չի ունեցել։ Եվ ես ինքս ինձ համար մտածեցի, որ պետք է ունենալ դիվանագիտական համազգեստ եւ ծառայություն ավարտելուց հետո Տերյան մշակութային կենտրոնի դիզայներների հետ համատեղ մենք ուրվագծեցինք մի համազգեստի տեսակ, որը կարար ճանաչվել որպես դիվանագիտա։ Ինչ որ ես գրում եմ, դա այդ նմուշն է։ Հետո երբ որ հայկական երկրորդ հեռուստաալիքում մենք ամբասադոր ոդքասթ ենք վարում, իմ գործընկերուհի համար նույնպես պատրաստեցինք նմանատիպ մի կանացի ձև համազգեստի, եւ դա պաշտոնապես չի հաստատվել։ Եկե տեսնում եմ, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գրում է բավականին նման դրան, ամբողջությամբ նույնը չի, բայց եւ գույնը, որը շատ սիմվոլիկ նշանակություն ունի, գույնը կոճակների դասավորություն կառուցվածքով նման է։ Ես չեմ զարմանում, դա գողության տեսակ է, որովհետեւ մտքի արգասիքները նույնպես չէ, կարող են գոհ։ Իսկ հայրենիքի գողերի ընդհանուր գողության համատեքստում համազգեստի դիզայնի գողությունը դա այն ամենաանշառ գողությունն է, որը նույնիսկ խրախուսելի է, եթե գաղափարը վերցնում են կիրառում են, ես իհարկե դիվանագետների համար է առաջարկել, ոչ թե զինվորականների։ Պարզ է, մի հետաքրքիր թեմա էլ կա, որի էլի է զորահանդեսի շրջանակում, հետո կանցնենք այլ քաղաքական հարցերի։ Ինչն էր հետաքրքիր, որ հայկական անուններով էին կոչել այլ երկրի արտադրության զինատեսակները, մասնավորապես իրանական AD-08 չեմ անման մաջիդ, ոնց որ հոբ համակարգերը անվանել են կարիճ, հնդկական ակաշը անվանել են լուսան, հնդկական ատաքսը վերածվել է տորքի, հնդկական մարգը դարձրել են միհր, ֆրանսիական սեզարը արամաստ, հնդկական պինակա համակարգերը շանտ եւ հնդկական սվատի ռադարները փայլացու, չինական CH4, մի խոսքով հայկական անուններով են այսպես բանարել, աղեղ, միհր եւ այլն։ Ինչի համար են սա արել ձեր կարծիքով, որ մարդիկ կողքից տեսնեն, ասեն, էսա մեր հայկական արտադրության զենքերը, որ ասում էր, որ գնում են արդեն ռազմական։ Այլ բան չես կարող գտնես, քան մարդկանց մոլորության մեջ գցելը, որովհետեւ սա էլ է գողության ձև, որովհետեւ ասենք, եթե ֆրանսիացիները արտադրել են ուղևորատար զրահապատ մեքենաներ, որի դեպ զենք չի։ Իրանք ամբողջ էին ներկայացնում, որ ինչքան բերել են, որ տենց երկար շարաշի ստացվի բշատերով, դա զենք չի, դա մեքենա է, ուղղակի զրահապատ մեքենա է, ընդ որում ոչ փոքր տրամաչափի զենքերից պաշտպանելու համար։ Ասենք օրինակ, եթե դրան հարվածի ենթադրենք անօդաչու թռչող սարք, դրանից ոչինչ չի մնա։ Ասենք կարող է Կալաշնիկով ավտոմատից կրակելուց դա պաշտպանի ներսի ուղևորներին, դա զինվորականների տեղափոխող զրահապատ մեքենա է, դա զենք չի, այսինքն դա դրանով չէ, դա զենք չի, տրանսպորտը կամազ, ասենք, ռուսները կամազն է, ֆրանսիականը այդ բասիոններն են, որոնք որ զենքեր չեն։ Ու դրան ասենք, ով որ դա արտադրել է Ֆրանսիայում, այդ իր ստեղծագործությանը, իր արտադրանքին անվանում է տվել, եւ եթե դու դա օգտագործում ես, դե հիմա չտեսություն էլ է դա կա, հիմա այդ նույն բանն է, ոնց որ իմ մեքենան Kia-ը, ես դրա բանը ցուցանակը վրից փոխեմ, վրից գրեմ Mercedes, չէ, BMW, չէ, Արենի։ Հա, հայկականած։ Բայց դա ասենք, այդ մեքենան դրանից Արենի չի դառ։ Շատ լավ, այսինքն մոլորեցնելու ֆունկցիա ունի, այլ բան, լավ, ֆրանսիացիները, չինացիները, իսկ թվում արտադրող ընկերությունները դրան վատ կվերաբերվեն։ Առանց համաձայնության են։ Առանց համաձայնության նման անվանումներ տալը կարճ։ Պարզ է, հիմա անցնենք նաև
պարգևատրումներին, որոնք եղան զորահանդեսից հետո, դուք ինչ տպավորություն ստացաք, ինձ տպավորել էր հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պարգևը հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանը։ Առաջին աստիճանի, Հա, առաջին աստիճանի։ Եթե գիտեք ինչ բարձր է, ասենք այդ շքանշանից մինչև հիմա ունի Սամվել Կարապետյանը, որը ստացել է դա Հայաստանին ցուցաբերած հսկայական միլիոնավոր դոլարների աջակցության համար։ Եթե գիտեք, Սամվել Կարապետյանը Հայաստան համայնքական հիմնադրամի ամենամեծ նվիրատունը հիմնադրամի պատմության մեջ։ Մենք հիմա այսօր մրցակցության մեջ ենք, ամենամեծ նվիրատուի հիմնադրամի ամենամեծ թալանչու միջև, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ հիմնադրամին ամենամեծ թալանչին է, չէ՞, 44 օրյա հավաքած 150 միլիոնից 100 միլիոնը մի թվով են տարեոչնչացրել։ Իր բազմաթիվ այլ բարեգործական գործունեությունների եւ այլնի արդյունքում նա պարգևատրվել է այդ շքանը, դա շատ բարձր է, դա ազգային հերոսից ցածր քաղաքացիական անձանց տրվող պարգևների մեջ ամենաբարձր պարգևներից։ Դու ինչ խորել Անահիտ Որը կարծեմ դրան միանգամ էլ բան է տվել, հայրենիքի մատուցած ծառայությունների առաջին աստիճանի մեդալ, այսինքն նա մեդալն էլ ունի առաջին աստիճանի, շքանշանը ավելի բարձր է։ Իդեպ ասեմ, կարծեմ դրա երկրորդ աստիճանի շքանշան հայրենի տվել, անցած բանին տվեցին այն Վահան Կոստանյանին։ Հիմա երեխա է, որ մորուք ունի։ ԱԳՆ-ի։ Երեխա է, բայց մորուք ունի։ Դրան տվեցին, ասենք, ով է դա գնահատում, ոնց է որոշում։ Ինձ թվում է դա քաղաքական բանով է, որ այս նախընտրական շրջանում այս անվճար բուժօգնությունները որպես ընտրակաշառք քաղաքացիներին բաժանում են։ Գաղափարի հեղինակը Անհայտ Ավանեսյան ընտրակաշառքի այդ կոմպլեքս համալիր իրականացնողն է։ Հակառակ դեպքում միակ բանը, որ կարելի էր գնահատել, նրա պարելն է։ Այդ վարչաբենդի ճիշտ է, պարի խմբի անդամ էր։ Բան կա, չէ՞, այս պարի խմբում էլ է։ Ուրիշ որևէ բան չեք տեսնում, որ հայրենիքին ինչ-որ ծառայություն մատուցած է։ Կարող հայրենիքը մտածում են հենց Փաշինյանը ու Փաշինյանին ինչ-որ ծառայություններ է մատուցել, դրա համար դե ուրիշ չկա։ Որտեվ եթե կառավարությունը ինքն է, ենթադրում եմ, որ հայրենիքն էլ է։ Միակ պարգևատրումը չի, ընդ ինչ-որ պաշտպանության երկու փոխնախարարներ պարգևներ արժանացել, ֆինանսների նախարարությունում պարգևատրումներ։ Շռայլ էին պարգևատրումների համար ընտրությունների Բրեժնևի ժամանակներն էլի։ Ասենք իրանց դրած մեդալներ են բաժանում, իդեպ այս վերջերս այդ բան էլ է դառել Բրեժնևը, Ֆրանսիայի նախագահը։ Մեզ Սամվելը մեդալ էր բերել հետը։ Ում ասես Պատվոլեգիոնի։ Պահ, Արայիկ Հարությունյանն էլ է։ Դա ասենք Արայել ասպես Անահիտ ինչ էր այդ նախարարի ազգանունը։ Անահիտ Ավանեսյան, հա։ Էլեն ասենք ես ուզում եմ անամ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիային ինչ ծառայություններ է։ Արայիկ Հարությունյանն էլ ասենք էլի Միացյալ Նահանգների հետ կապված էր, ասես Հալոուինն է, բանը կարող է ինչ-որ մի ձևի բանը, բայց Ֆրանսիա ինչ կապ։ Իդեպ ասեմ մի տարի Հալոուինին բանը իր հաշվին արձակուրդ էր վերցել, գնացել էր Ամերիկա Արայիկ Հարությունյան։ Հա։ Հենց այդ տոնին մասնակցելու համար։ Չգիտեմ ինչի համար, բայց այդ օրերին իր հաշվին արձակուրդ էր վերցել Հալոուինի օրերին գնացել էր Միացյալ։ Շատ էպիկա։ Պարզա։ Հիմա անցնենք քաղաքական հարցերի ու խնդիրների, մարտահրավերների, որոնք ծառայել են մեր պետության առաջ։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետ կապված, ուրեմն վարչապետին հարցնում են, ասում են, լավ, որ գազը թանկանա, սանկցիաներ լինեն, ինչ է կանելու։ Ինչ ասում վարչապետը։ Մեջբերում եմ, որ հետո չասեք։ Հայաստանը նենց երկիր չի, որ պլեջի կամ ծիկուլի հույսին մնա, որ հանկարծ կարտոշկեն թանկանա, ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանը այլևս հազարների երկիր չի, միլիարդների ու տրիլիոնների երկիր է։ Ձեր կարծիքով կարտոշկա ուտող զանգված էլ չկա, ասենք որ կարտոշկեն թանկանա մարդիկ չիմանան ինչ անեն, ասում այլ ընտրանք միշտ կա էլի իմ իշխանության ժամանակ։ Իսկ ինչ ձև է բացատրում Փաշինյանը, եթե գազը թանկանա, ինքը ինչ այլ ընտրանք է տալու։ Դուրս բան էր, չէ՞, ասել, որ ինքը սեփական գազ ունի։ Հա, ինքը ասել է նաև գազ ունենք մենք։ Բայց ասենք ես անկեղծ ասած իրան ամեն ինչ ուտելուց տեսել եմ, բացի լոբի։ Հա։ Դե ինքը սեփական գազ ասելով ինչ է հասկանում, երբ որ Հայաստանը գազի բնական պաշարներ չունի, անկեղծ ասած ոչ մի ձև չեմ կարող պատկերացնել, լոբից բացի ուրիշ ոչ մի տարբերակ գազ արտադրելու գազ արտադրության իմ մոտ չի, եթե բնական պաշարները չկա։ Բայց այդտեղ ասեմ ձեզ կատակի ենք տալի, բայց շատ վտանգավոր բան կա։
փչացնելու։ Չէ, անվտանգային էներգետիկ անվտանգային իմաստով, օրինակ, երբ որ Վրաստանը ժամանակին 2008 թվականին պատերազմեց Ռուսաստանի դեմ եւ խզեց հարաբերությունները, նրանք էլ դադարեցրեցին գազի մատակարարումները Ռուսաստանից, եւ այդ պահից հիմա Վրաստանում գազաբաշխող ընկերությունը, ոնց որ մեր մոտ հիմա Գազպրոմ Արմենիան է, ադրբեջանական Սոկար նավթագազային ընկերությունն է։ Եվ երբ որ ինքը ասում է, որ մենք գազ ունենք, նկատի ունի մեզ, այսինքն արդեն Հայաստանը որպես Ադրբեջանի մաս։ Այդ նկատի։ Այսինքն մենք արդեն Ադրբեջան ենք։ Ասա գրողին նավթ չեք տալի, գազ չեք տալի, մենք ունենք մեր աղբյուրները։ Հիմա օրինակ նավթամթերքը նույն բանի շրջանակներում է, էլի, չէ, էներգետիկ անվտանգության ապահովող կարևոր ռեսուրս է, չէ, բենզինը, դիզվառելիքը։ Հիմա իրենք դա ոչ թե Ադրբեջանի տարածքով, այլ հենց Ադրբեջանից են, երրորդ երկրի տարա, Վրաստանի տարածքով, Ադրբեջանից են ներմուծում բենզինը եւ դիզել, որում դա իմ կարծիքով իրենց իշխանության օրոք ծավալվելու է, եւ այդ ադրբեջանական Սոկար նավթագազային ընկերությունը, որ ամենախոշոր ընկերությունն է պետական մասնաբաժնով ընկերություն, դա բիզնեսի տրամաբանությամբ չեն որոշումներ, դա քաղաքական որոշումներ են, Հայաստանի ոչ միայն կվաճառի բենզին եւ դիզվառելիք, այստեղ կունենա իր սեփական կայանները, ոնց որ ունի Վրաստանում Սոկարը, եւ ընդեղ էլ կընդունեն աշխատանքի այն ադրբեջանցիներին 300,000, որոնց պլանավորում են ընդ որում խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանի դրական ցանցեր ընկերության, հեծի մեր աշխատակիցներ ընկերները թող իմանա, որ Նիկոլ Փաշինյանը հիմա իրանց ասում են, քանի որ դուք հեծի աշխատող եք, ձեր ղեկավարը Ռոմանոսն է, որը կարճ ժամանակահատվածում 37 միլիոն դրամի աշխատավարձ միայն հեծից է ստացել, կարճ մի քանի ամսվա ընթացքում հայտարարել է։ Իրանք թող իմանան, որ հեծը վերցրել են, որտեղ ամենախոշոր գործատուներից մեկը, որ բոլոր հայազգի գործիչներին իմ տպավորությամբ աշխատանքից կհեռացնեն եւ այն ադրբեջանցիները, որ կան, նրանք պիտի նաեւ ստե աշխատեն, չէ։ Այդ տիպի պլաններ են։ Հիմա հեծ հիմա պետը խլելուց Սամվել Կարապետյանից խլելու իմաստը ո՞րն էր, որ արդեն հայտարարել են, որ վաճառելով առնելու մեծ հավանականությամբ Սոկարը, որը իդեպ վերջերս Թուրքիայում էր առեմյացանց էներգետիկ։ Կարծում եք մեր հանրությունը, այսինքն հեծի ցանկացած աշխատողը, որ Ռոմանոսին կամ մյուսներին լսելով կամ չգիտեմ Սարիգին, պիտի գնա Նիկոլ Փաշինյան ընտրի, ինքը իրան աշխատանքից հեռացնելու որոշում է կայացնում։ Իսկ իր փրկությունը երրորդ համարի քվեաթերթիկի մեջ է, ոնց որ մնացած մեզ բոլորիս։ Այնպես որ, այսինքն այդ քաղաքականությունը պատահական չի։ Դեպ ասեմ, Ադրբեջանի գազային պաշարները բավարար չեն իրականացնելու մատակարարումները։ Ադրբեջանը լայն առումով ինքը Ռուսաստանից է գազ առում եւ վերավաճառում է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականության հետևանքով մենք էլի ենք օգտագործելու ռուսական գազը, ուղղակի մեր մատակարարը կլինի Ադրբեջանը, մենք կախվածության մեջ կլինենք Իրանից եւ գազը կլինի մի քանի անգամ ավելի թանկ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ հիմա Ադրբեջանը Թուրքիային գազ ավելի բարձր գնով է վաճառում, քան Ռուսաստանը Հայաստանին։ Հետևաբար, եթե Ադրբեջանը սկսի Հայաստանին գազ մատակարարել, դժվար ինքը ավելի ժամ մատակարարի, քան որ Թուրքիային է մատակարարում։ Նես որ սա հատուկ քաղաքականություն է եւ Ռուսաստանի հետ վարվող այս մոտեցումը Հայաստանի նաև տնտեսական անվտանգության որպես սպառնալիք։ Ուսուցկայաբար նաև հիմա արդեն ունեն փաստացի որոշումներ, չէ, ջերմոցներում արտադրված ծաղիկները Ռուսաստան թափում են, վետի միլիոնավոր դոլարների վնաս է մեր տնտեսվարողներին, ամբողջ Արարատյան դաշտավայրը, Արարատի Արմավիրի մարզի հազարավոր տնտեսվարողներ ունեն ջերմոցներ տարբեր չափերի, իրենց տան տնամերձ հողից սկսած մինչև մեծ տարածությունների վրա ջերմոցներ, որոնք որ մեծ կորուստներ են կրում։ Դեպի ջերմոցները աշխատում են գազի օգտագործման հաշվին, այսինքն գազի գնի բարձրացում այդ բիզնեսը լրիվ վերացնելու է։ Հա, բայց Փաշինյանն ասում է թող բան եվրոստանդարտներով ապրանքներ բանանեն, արտադրեն, տանեն Եվրոպա։ Ես ասեմ միակ հույսս այն է, որ քանի որ Փաշինյան լավ ախորժակ ունի, հիմա ինչ ասես ուտում են, ասեն կարող է այդ ավտոբուս ուղևորները հավաքվեն, հիմա ջերմոցի ծաղիկ ուտեն։ Հա, ասեն չի բան, կուտենք, խնդիր չկա, փողը տան ուտեն։ Բայց այդ վաղ դենտես է տան, որտեվ արտանում են դես ասած։ Ախր որ մեկ անեն, ջերմուկը տան խմեն։ Ջերմուկը, տեսեք, ջերմուկի հետ կապված արդեն ալկերքը կիրառվում է։ Ելակը, ծաղիկները,
հիմա սկսված Իրանի սեզոնը արդեն Ռուսաստանից հայտարարեցին, որ դա չի ներմուծվելու։ Ցածր սեգմենտի ալկոհոլային խմիչքները, դրանք նույնպես արդեն Ռուսաստանը բացի դրանից, որ մեծ ծավալի մեր հիմնական ռեսուրսների մատակարարն է, հաց, մենք ցորեն հիմնականում ընդեղից ենք ներմուծում, վառելիք եւ այլն, նաեւ ամենամեծ շուկան է գյուղատնտեսական թարմընթերքների եւ նաեւ վերամշակող արդյունաբերության համար։ Այսինքն մեր բոլոր բիզնեսը ամբողջ երկրի պետք է հասկանա, որ մեր երկրին սպառնում է առաջիկայում լուրջ ճգնաժամ ու դրա այլընտրանքը չկա, այսինքն դրա փոխարեն հնարավոր չէ, այսինքն հիմա եթե այսօր մարդը չի կարողանում ծաղիկ արտահանել Ռուսաստան, այս չի որ ինքը դրա փոխարեն ինքը դա կարտահանի Հոլանդիա։ Ճիշտ է, բայց ցածր սեգմենտի ալկոհոլային խմիչք ասեցիք, Սամվել Ալեքսանյանի արտադրանքը հիշեցի, Սամվել Ալեքսանյանը Ավինյանի հետ այսպես ջերմ ողջագուրումների մեջ էր ապարանում, այսինքն ինքը դարձ չի անում, ոնց որ չգիտեմ, չի էլ անհանգստանում, կամ էլ հարցերը այլ ճանապարհներով գուցե լուծվել են նաև բանակցությունների միջոցով։ Թրամփը աջակցեց Փաշինյանին ու մարդկանց սրանով ցույց են տալիս, որ տեսեք Սամ Թրամփ Թրամփի հայտարարությունը Ռուբիոյի գեժամանոց այցից հետո էր։ Սկզբից ներկայացրեցին ասեն ԱՄՆ պետքարտուղարն է գալիս, մի պահ մտածեցի, որ իսկականից գալիս է, որովհետև ԱՄՆ պետքարտուղարներ էլին եղի, երկու պետքարտուղար այցել է Հայաստան, մեկը կարծեմ 96 թվականին եւ երկու անգամ Հիլարի Քլինտոնն է այցելել Հայաստան ու դա եղել է պաշտոնական այցելություն Ծիծեռնակաբերդի հուշամալիր, հանդիպում երկրի ղեկավար։ Պրոտոկոլային։ Պարզվեց օդանավականից դուրս չի գալի, այդ 20 րոպե ընդամենը այտենց երկարատև Հնդկաստանից գալուց շուտ ճանապարհին կարճ այտենց լմա, չէ՞, մենք էլ ասենք, որ հերոթեղ մեքենայով գնում ենք, միտեղ կանգնում ենք, լավ ասվել է, բան ասենք, ծաղիկ հավաքել են ասել։ Կամ ասենք օրինակ Վանաձոր գնալու շատ մարդ Գնթունիքում լրիվ այդ այցիներն ձերի հետ միացել մտնեմ ճամփին մի հատ ջուր են խմում, հատ կոֆե են առնում, հատ լավ ասում եմ ճամփորդություն շարունակում են, այս Մարկո Ռուբիոյի այցելությունը Նիկոլ Փաշինյանը դեռ չի հանդիպել, օդանավականի տարածքից դուրս չի եկել։ Եկել ընդամենը մի համաձայնագիր ստորագրել, որի մասին չեն խոսում, դրա որ նախնական քննարկում այլ օգտակար ռեսուրսներ, մետաղական հանքավայրեր։ Այո, հանքավայրեր։ Ընդ որում ասեմ ձեզ, որ նմանատիպ համաձայնագիր Միացյալ Նահանգները կնքեց Ուկրաինայի հետ Թրամփի իշխանության գալուց հետո ասին էս 350 միլիարդի, որ Միացյալ Նահանգները ձեզ զենք հա տվե, օգնություն հա տվե, ներողություն դրա փորնով է տալու։ Դուք դրա կարիք ունեիք, դուք հենց քաղաքականություն եք վարել, որ ձեր երկիրը դրել եք այն վիճակի մեջ, որ դուք դրա կարիքը ունեիք, մենք տվել ենք, շատ լավ, բա փորնով է տալու։ Բա փող չունենք, պատերազմ, փող չունեք, հանք ունեք։ Ու այդ հանքերով իրանք իրանց 350 միլիարդը ստացան, պարզվում է, որ Միացյալ Նահանգները մարդ կա, որ երբ որ մի երկրին ինչ-որ բան է տալի, նստած գրում է։ Չեմ մոռանում։ Ցուցակները կազմում։ Ինչ են տալի, դες գներով։ Իրանց շուկայական գներով։ Ու մեկ է պարզվում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հարցում էլ մի հոգի էլ կա, այն էլ կալկուլյատոր ունի։ Ունել է նստի գրել, ու ասում է հարգելի պարոն Միրզա, այդ Միացյալ Նահանգների նախագահի այդ թվիթը, այդ գրառումը, չգիտեմ որ սոցիալական ցանցում է, դա խո ձերի չէ, դա փող է, միլիարդատեր մարդ է, խո գեշ չի ձերի գրառումներ անի։ Հա, պետք է հետո։ Դավայ։ Փակվեն։ Ձեր հանքերը, իսկ ասենք մենք ինչ ունենք մետաղական, դա Զանգեզուրի կոմբինատն է եւ ամուսար։ Կարծում եք դա փորացավ այսպես։ Ուրիշ տարբերակ ես չեմ պատկերացնում, թե չէ ինչ աջակցություն, ասենք, ինչ ոնց պիտի արտահայտվի այդ աջակցությունը։ Մի հատ տրիպ են ստորագրել, մոռացել են դրա մասին։ Հələ ասենք, մեսա մի տարի է դառնում։ Իրականություն բացի դրանից որ չի դառել, ոչ մի ռեալ քայլ այդ ուղղությամբ չեն իրականացրել, չէ՞, ասենք համաձայնագիրը ստորագրել ես, ինչ դժվարություն կա, չէ՞, ասենք օրինակ պիտի ենթադրենք ճանապարհը կառուցում, արդեն պիտի նախագիծը պատրաստել էր, արդեն պիտի շինարարությունը սկսած էր, չէ՞։ Խառն այս ընտրությունները ավարտի։ Մոռացել են դրա մասին, Նիկոլ Փաշինյանին նա խոստովան է, ասում է Միացյալ Նահանգների Իրան հակամարտությունից հետո Միացյալ Նահանգների հետաքրքրությունները թրիփի նկատմամբ նվազել է։ Դե Միացյալ Նահանգներն 74%-ներ, չէ՞։ Բայց իր հետաքրքրությունը նվազել է, այլում հետաքրքրությունն է մնացել, ոչ մեկ է, այսինքն այդ
Անդիմության, անդիմությանը հենց դրա համար են քննադատում, որ ձեզանից ոչ մեկ չի ասում, որ գալու եմ պատրեմ անվավեր հանեմ, բացի Էդմոն Մարուկյանը։ Ու տեսակ, որ ՀՄԿ-ի եթերում է Պետրոս Ղազարյանը պատրեր իր հատուկ հանձնարարությունների գծով դեսպան եղած ժամանակվա փաստաթղթերը, որոնք ինքը ոչ թե պատրում էր, այլ ստեղծում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Հələ մարդ գտնենք, որ Էդմոն Մարուկյանի ստեղծած թղթերը պատրի։ Իսկ իրականում թղթերը պատրելու կարիք չկա, երբ որ այդ թղթերը իրավական արժեք իրանցից չեն ներկայացնում, որովհետև հաջորդ իշխանությունների համար առհասարակ պարտավորություններ կարող են ունենալ միայն այն փաստաթղթեր, որոնք վավերացված են։ Այսինքն որոնց համար պետությունն է պարտավորություն վերցրել։ Մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալը կարող լինի ըստ իրավիճակի, քաղաքական իրավիճակի գնահատման։ Օրինակ ուժեղ Հայաստանի մոտեցումները ոչ կոնֆլիկտային են, այսինքն մենք չենք ասում, որ մենք գալիս ենք պատերազմներ հրահրելու, կոնֆլիկտներ, լարվածություն ստեղծելու, եւ ի տարբերություն Էդմոն Մարուկյանի մեր պատասխանատվության աստիճանը մեծ է, որովհետեւ մենք իշխանության եկող ուժն ենք։ Այն իշխանության չեկողը, որը նույնիսկ շեմ չպիտի հաղթահարի, ինքը շատ ավելի ազատ է իր դատողություններում կարծիքում, իսկ այն քաղաքական ուժը, որ հունիսի 7-ից հետո պիտի կառավարություն ձևավորի, նրա պատասխանատվությունը ավելի մեծ է, բայց դրանից շահերը մեր ժողովրդի շահերով առաջնորդվելու մոտեցումները չեն փոխվում։ Եվ մենք իրավիճակը գնահատելով կհասկանանք, թե ինչ վերաբերմունք կցուցաբերենք այդ փաստաթղթերին, որովհետև թրիփը այս պահի դրությամբ, ոնց որ ինքը ստորագրած է, դա ընդամենը Ադրբեջան-Նախիջևանի կապող ճանապարհ է։ Դա ոչ մի միջազգային պրոյեկտի նշանակություն չունի։ Օրինակ ուժեղ Հայաստանի մոտեցումները, որ ներկայացրել է Նարեկ Կարապետյան իր հրապարակային խոսքում, դա այն է, որ դա պետք է ունենա մի շարք միջազգային երաշխավորներ, այդ դուք ասում եք, չէ, որ դա Չինաստանը, Եվրոպային կապող է, Եվրոպան, ասում եք դե ով որ դրա հետ կապ ունի, թող ինքը իր երաշխիքներից խոսի, ինչքանով է ինքը երաշխավորում, որ այդ կապը ֆունկցիոնալ կլինի, արդյոք Չինաստանը երաշխավորում այդ ճանապարհի ֆունկցիա, արդյոք Եվրոպան երաշխավորում է։ Այսինքն բոլոր առնչվող դուք ասում եք, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, որ Ռուսաստանն էլ կարա օգտվի, գնացել էր Պուտինին, ասում էր ձեր համար ենք, դուք էլ կարաք օգտվեք, բա որ իրանք պիտի օգտվեն, իրանք ունեն երաշխիքներ, որ կարան օգտվեն, կարան ապահովեն դրա ֆունկցիոնալ, օրինակ մեր մոտեցումն է, որ բազմաշերտ երաշխիքներ պետքա լինի այդ հանգույցներին, այսինքն մենք դրան վերաբերվում ենք ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կապող միջոց, ինչը մեր հետաքրությունների մեջ չի, այլ մեզ համար դա կարա հետաքրքիր լինի որպես իր ֆունկցիոնալ նշ, որպես միջազգային տարանցիկ բեռնափոխադրել, իսկ դրա համար պետք են երաշխիքներ եւ այլ առավել ամուր իրավակարգավորումներ, որոնք այս պահին բացակայում են։ Պարոն Ղազարյան, որպես իրավաբան հիմա ձեզ դիմում եմ, կխնդրեմ գնահատական տակ նաև ընտրակաշարքի, այսպես կոչված ընտրակաշարքի այդ դեպքերին, որոնք զայնագրությունները գրեթե ամենօրյա ռեժիմով մենք լսում ենք։ Արդեն զգացել եք, որ ոչ մեկին հետաքրքիր չի, իսկ ոչ էլ լսում են մարդիկ։ Այն առաջիններն էր այդ առաջինները ասում են, ինչ այն Արտաշատի շալվարները։ Բարբար անգիր էին արել, արդեն Արտաշատի շալվարի խոսակցությունը։ Հոկտեմբերյանի անել փեսակյաբաբը սաղը միջի միշում ենք, չէ՞, բայց հետո դրանից դու ինչ էլ իսկ չենք էլ լսում։ Ես անկեղծ իսկ չեմ էլ լսում։ Ես հատուկ հաղորդմանը պատրաստվելիս ճիշտն ասած լսեցի ձայնագրությունները նորից, որ անկեղծ ասեմ շատ, այսինքն փողի խոսակցություն է, որը կարող է խանութ գնալու եւ փող տալու ինչ որ մեկին, այսինքն կոնտեքստը չի հասկացվում ընդհանրապես։ Ընտրությունների հետ կապը չենք տեսնում, որովհետեւ կտրտած են, տարբեր կոնտեքստից հանած բառեր են։ Հա, եթե ամբողջական ձայնագրություն լսեր, կոնտեքստ հասկանալ, մի քիչ ընկալելի կլիներ իմ համար, բայց դուք ինչ տպավորություն եք, ինչի համար են այս ձայնագրությունները գցում, որ մարդիկ, որոնք միամիտ են, այսպես լսեն, ասեն, վայ, այս ընտրակեղծարարներ, թալանչիները էլի ուզում են գան, հա։ Նայեք, այս վերջերս կնոջս հետ խանութ են գնացել, երեկոյան գնումներ ենք անում տան համար, հասել եմ դրա մարկղի հետ աշխատակցին, ասում եմ, կլինի դից փող չվերցնեք, ասում եմ, ասեմ, ես ուժեղ Հայաստանից եմ, մենք որ մեկին փող ենք տալի, ասում են ընտրակաշարք։ Հա, վճարումներն էլ եք, կոմունալներն էլ եք, արդեն վախենում վճար։ Ես մի ամիսը իզից ոչ մեկը փող չվերց։ Էժան պրծնեք ամենը։ Խանութում գնումներ անես, գնք ասեն, այս չի փող տվել ինչքան, հա, ինչքան տվիր, կոնտրակաշարք։ Մի բան կա։ Նշանով էր, չէ՞։ Ինքը եթե քեզնից փող վեր, ուրեմն հասկացա, որ դա քարոզարշավի մեջ ես դու ինչ իրավունք ունես փոխել։ Կինս ինձ տուն գալուց ասում է, երբ ես գալու տուն, քո համար
համ ու բան եմ սարքել ուտելու, դե ասենք մտածում եմ, որ եթե ինքնից լավ համ ու բանա տալի են դրա համար անում, որ ես եթե մտրեմ ուժեղ Հայաստանի, որտեղ ինք ուզում է որ շահագրգռումը եթե մեկը գախնա լսեն իմ եւ իմ կնոջ խոսակցությունը, ստացվեց ընտրակաշառքի, բա ինք ինձ հաստավեց, որ բա աներ փեսա որ քյաբաբի մասին խոսում են, այդ նույնը չի որ մարդու կնի Այսինքն որևէ հիմք չունի։ Դրանք անլուրջ բաներ են, պարզավոր ընտրակաշառք նախ, գիտեք ինչ, այդ ամեն ինչը այն ժամանակ իմաստ ունի, երբ որ դա տենց է, այսինքն եթե մեկ իսկապես մյուսին ընտրակաշառքը դու գնաս բռնես, դրանի վրա կարելի է անհանգստանալ։ Օրինակ ես անկեղծ ասած, այդ մեր թիմակիցներին, որ այդքան այդում բռնում եմ, չէ՞, ցավալի է, իհարկե դա նեղություն է, բան է, բայց անհանգստություն չունեմ։ Ես հանցագործություն արած մարդը պետք է անհանգստանա։ Եթե դու հանցանք չես գործել, զոռով քո գլխին ուզում եմ մի բան սարքեն։ Մեկը դա ջարդվելու է, չէ՞, վերանալու է գնա հանգիստ։ Բա ինչի խոսակցությունը ժամանակ ասում, լավ դե դրա մասին չխոսանք, տեղափոխվենք Telegram գնանք։ Որ մենք բոլորս ենք այդտենց։ Հիմա ընտանիքի անդամները իրար հետ խոսալուց ասում են, բաց կապով մի զանգի, այսինքն սա ինչի վկայություն է, որ մեր երկրում 37 թիվ ոնց որ սա վախեցած մարդիկ ապրում են։ Այսինքն կապ չունի ինչից է խոսում։ Հա, այդ ինչից է ձևավորվել է, չէ՞։ Հələ Հայկ Մարությանը երբ էր ասում, կառավարությունից զանգել են, ինձ ասում են, այս ինչ-ին գործից անի, որտեղ լայք է դրել։ Բա այսքան այս ձերբակալություններ էս բանը մարդկանց հոգեբանորեն ճնշում են, ավելի հասարակ կենցաղային բիզնեսի վերաբերող հարցերն մարդիկ ասում են, բաց կապով մի խոսեք, ախպեր։ Հենց սովորական զանգումը տղես էլիս որ զանգում ասում են, չես բաց կապով զանգում, չէ՞։ Ես որտեղ կասեն որ մի բան կա որ ինչի ասացին։ Հենց է ասում, դե որը տենց ան չի բաց կապով չէ։ Այսինքն ինչի բաց կապով խոսում են, որտեղ լսում են, իսկ ինչի են լսում, բայց չէ որ սահմանադրությամբ։ Այո։ Արգելված է մարդուն լսելը գաղ։ Հիմա ասենք այդ զայնագրությունները որ տարածում են, իմ մոտ միակ հարցը երկու հարց առաջանում։ Նախ առաջին Այդ չեն գաղտնա լսում։ Հա։ Դա օրինական է թե չէ։ Կասկածներ են։ Եթե անօրինական է, գաղտնա լսողին պիտի դատեն, ոչ թե խոսացողին։ Եթե անօրինական։ Կարա լինի օրինական, օրինականը որն է, որ ունես օպերատիվ տվյալներ, դիմում ես նախապես դատարան, ստանում ես թույլտվություն եւ կոնկրետ մարդու սկսում ես գաղտնա լսել հետեւել։ Իրանք այդ թուղթը ցույց կտան դատարանների։ Հիմա Եթե ունեն այդ թուղթը, երկրորդ հարցն առաջանում։ Իսկ այդ թղթերից ինչի դուք ունեք միայն ուժեղ Հայաստանի ներկայություն։ Եթե ընտրական գործընթացի մասնակցումը 19 հոգի է, ամենաշատ ռիսկը, որ կար ընտրակաշառք բաժանի, դա իշխանության ներկայացուցիչներն են, չէ՞։ Ավանդաբար մինչև որ ասել են ընտրակաշառք, դա եղել է իշխանական ուժերի։ Այդ դուք իշխանական ուժերի մի հատ ձայնագրում, մի հատ դրեք լսեք, ասեք Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, որից վերջերս էլ այդ Բրեժնևի կողմից գեներալի կոչում ստացավ։ Մա դրանց խոսակցությունները կարակ դնեք լսենք էլի։ Տենանք Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ի՞նչ է խոսում։ Այն որ մի անգամ ինքը WhatsApp-ը ուղարկի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դա հրաժարական է գրել, գիտենք։ Ահա։ Իսկ հիմա, երբ որ իրար հետ աշխատում են, այդ ժամանակ ինչ են խոսում։ Հələ դրեք այդ, որտեվ իրական ընտրակաշառք տալիս է իշխանությունը։ Ես դա զգացել եմ մարդկանց հետ հանդիպում ենք, որ գնում ենք մարզեր, հանդիպում ենք մարդկանց, դա դենք տարիքով մարդ նարդի խաղալուց դառնալու։ Նիկոլն իմը 20,000 դրամ թոշակը տվե, դու ինչ ես տվե։ Հա։ Այսինքն Խոստովանում է, որ այս վերջի շրջանում ընտրական process-ում իր կառավարության որոշումով առանց բյուջեին փոփոխություն կատարելու տված երկու փողը ինքը ընկալել է որպես ընտրակաշառք ինչ է, որ մարդու նյութապես շահագրգռում ես, որ ազդես իր որպես ընտրողի կամքի ձևավորման վրա։ Ինքը չի ասում Նիկոլը 8 տարի լավ ղեկավար է, թող 8 տարի լինի։ Ինքը չի ասում քաղաքացիական պայմանագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով PDF-ով մի հատ ֆայլ է կախել, ես դա կարդացել եմ, դե շատ լավ ծրագիր է, դրա համար եմ պատրաստ։ Ինքը ասում է Նիկոլ Փաշինյանը ինձ տվել է 20,000 դրամ փող ընտրություններից առաջ, ես դրա համար եմ ընտրում Նիկոլին։ Դու կարաս ինձ փող տաս, ասում եմ, չէ, մենք խոստանանք, որ աղքատությունը կհաղթարվի, ասում եմ, արդեն Նիկոլը իմը տվել է իմ օպերացիայի փողը։ Ես դետայի սիրտս։ Այդ պատվերով պոչտես վրա 4 միլիոն փողեր, այն վաղ չէի կարում տայի։ Դե այն վաղ բերեիք տայի։ Սամվել Կարապետյանը փող ունի, թող բերեր իմ օպերացիայի փողը տար, ասում եմ, չէ, ինքը չի կա։ Amma Նիկոլ տվել է։ Մենք այդ ալենք Նիկոլին ընտրենք, այսինքն իրական ընտրակաշառքը այդ է, չէ՞ որ փողը տվել է նյութապես շահագրգռ, հենց ընտրություններից առաջ, այսինքն այս չի որ դա պետական ծրագիր է, որ 3 տարի առաջ է կար, 4 տարի առաջ է կար։ Բացի այդ վարչական ռեսուրսը, որ ակնհայտ տեսանյութերը կան, նաև ձայնագրությունները, տեսեք, ընդ ասում եմ, այդ քրեական գործերի մեջ, չէ՞, մերոնց ներկայացված նյութապես շահագրգռելը կամ բանը հանրահավաքի մասնակցելը կամ Արման Թաթոյանը հանում է սիրուն վիդեոները դնում, ասում է, այս ինչ
դպրոցի քոլեջի ղեկավարը, Արմավիրի, հա։ բռնել են դրան։ Այն կադրերը ցույց են տալի, լրագրողները գնում նկարում են աշակերտները, մի տղա մի աղջիկ դրոշները դասատուների գլխին։ Այդ պարզ է, չէ՞ որ գնացել են դրոշը մի հատ Բայց կերպարվեստի Սպրինտերի դասատուն մեջից ասաց եկել վերցրել ենք են։ մեր արևին տենանք։ Սպրինտերից վերցրել են եկել, երեխեք շարժում եք, երեխեք դրոշները, բայց կազմակերպվում է, չէ՞ այդ ամեն ինչը։ Հա դա։ Հիմա այդ մեն ասում են դպրոցի տնօրենները դիմում գրել են, բայց մենք իրանց գործից չենք անում։ Այ ի՞նչ գործից անում։ Դատեք, այ ախպեր, եթե դուք ձեր մոտեցումը այդ է։ Ծառայողական քննություն կարելի ասում, բայց դե ակնհայտ է ու օրինակ Աբովյանում, երբ որ ես էի նկարահանում իրականացնում, տեսա, որ խմբերով այսպես ավտոբուսներով եկել են բանի հիմնարկների, մասնավոր հիմնարկների աշխատողները, որոնք նույնպես ուղղորդված եկել էին։ Օրինակ Թամարա ընկերությունը եկել էր 120 հոգանոց կոլեկտիվով, ասեցին մենք 120 հոգով կոլեկտիվով եկել ենք։ Գետամեջի թռչնաֆաբրիկան ասեց մեր օղակավարը տոչնի թիվը կասի, բայց մի 40 հոգով եկել ենք։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ պասուտ պատարակների էր գնում, հիմա բրծելա չի գնում, նո բան է էլի, ասում է իշխանության գամ, մի անգամից եկեղեցին կվերացնեմ, գրել է ծրագրում։ Այդ որ գնում են պատարակների, մեկ էսից ավտոբուսները շարված են Արմավիրի մարզպետի գլխին։ Ասում են, էս ի՞նչ է, բան ինքն է բերե։ Ասում է ես եմ բերե, ես եմ իմ անձնական միջոցներով։ Դե ինքը քանի որ նախկինում հանրապետական գյուղապետ է եղել։ Հիմա իհարկե թարմ կրթություն ունի, 24 թվին է ավարտը 38 տարեկանում կարծեմ վերջի համալսարանը, կոոպերատիվ, նոր գիտելիքներով զինված։ Ժամացույցը հայտարարել Rolex $30,000, $20 միլիոն ոսկե զարդեր, բան։ Հիմա հայտարարագիրն եմ ասում էլի։ Հիմա ինքնելասպա եսի բազմական միջոցներով եմ այդ մարդկանց բերել, ախպեր, բա դատվես դու։ Հիմա օրինակ այդ գաղտնալսումները, որ անում են, ասենք Արմավիրի մարզի աներփեսայի քյաբաբ ուտելու գաղտնալսում որ դել են։ Մեկ կլինի Արմավիրի մարզպետի խոսակցությունները մի հատ հանրերես տենանք քրեական գործոթող չարը դրան լսենք էլի մի հատ տենանք այդ ինչ է խոսում ինչ հայերենով է խոսում որովհետև դրա դեմքի արտադրությանը որ նայում ես արդեն զգում ես որ դրա հայ